հրապարակվել է ընդդիմության հեղաշրջման պլան։ Խնդրում եմ կիսվեք տեսանյութով։ Ինչ է իրենից ներկայացնում ընդդիմության այսպես կոչված հեղաշրջման պլան։ Գործողությունների ծրագիր, որտեղ քայլերի հաջորդականությամբ պետք է տեղի ունենա հետևյալը. սկզբից թիրախավորում Հայաստանի Հանրապետության վարչապետի, հանրության շրջանում անհանգստության եւ հուզմունքի առաջացման փուլ պետք է լինի, դրանից հետո թիրախային ապատեղեկատվության տարածման պետք է անվստահություն սերմանվի քաղաքացիական պայմանագրի եւ առհասարակ իշխանության շարքերում, պետք է գործի դրվի շշուկների արշավը, այսպես կոչված, գիտեք ինչա շշուկների արշավը։ Երբ որ օրինակ տաքսի եք նստում, ու մեկ էլ վարորդը չգիտես թե որտեղից, ուղղակի հենց օթից սկսում է քննադատել իշխանությանը, ինչ որ տարօրինակ ապուշ բաներ է ներկայացնում որպես բացարձակ ճշմարտություն, կեղծիքներ է ներկայացնում որպես ճշմարտություն։ Իմացած եղեք, որ այդ տաքսու վարորդը հենց այս շշուկների արշավի բանակի անդամ է, ում օրեկան ռեժիմով վճարում են, որպեսզի նա իր բոլոր հաճախորդներին նման ապատեղեկատվություն տարածի։ Նույնը տեղի է ունենում նաև հասարակական տրանսպորտում, երբ որ նստում եք ու չեք հասկանում, թե ինչպես երկու կին, չգիտես ինչու որոշում են, որ իրենք պետք է խոսեն քաղաքականությունից։ Ու խոսելուց էլ պետք է բնականաբար ամենահնարավոր կեղծ նարատիվները տարածեն իշխանության մասին, սուտ ու կեղծիկ ու լուտանք թափեն Հայաստանի Հանրապետության իշխանության հասցեին։ Այդ մարդիկ իմացեք, որ այս շշուկների արշավի, այս շշուկային բանակի անդամներ են նրանք։ Նրանք դրա դիմաց օրեկան ռեժիմով վարձատրություն են ստանում։ Հաջորդիվ պետքա TikTok, Instagram ինֆլուենսերները, այսպես կարծիք թելադրողները սկսեն ինչ-որ արշավ որպես այդպեսին։ Ինչ է դա իրանից ներկայացնում։ Այն որ կան մարդիկ Instagram-ում ու TikTok-ում, որոնց դուք ամենօրյա ռեժիմով տեսնում եք, որ ամբողջ օրը ինչ-որ TikTok են նկարում, Instagram են նկարում, ակնհայտորեն այնքան դիտում չունեն, որ կարողանան դրա հաշվին գումար աշխատել, դրա հաշվին ապրուստ ունենալ, բայց չգիտես որտեղից գումար վաստակում են այնուամենայն։ Իմացած եղեք, որ այդ մարդիկ են հաստիկային բլոգերներ